Պատմելու եմ ձեր պարտքերի մասին, այսինքն ինչքան պարտք ունի պետությունը կուտակած ձեր անունից, ինչու է սա բոլորիս եւ հենց քո պարտքը, որովհետեւ այդ պարտքը սպասարկելու են եւ վճարելու են քեզանից, մեզանից, բոլորիցս հավաքած հարկերի հաշվին։ Եվ հետեւաբար ցանկացած քաղաքացու պետք է հետաքրքրի, թե կառավարությունը իր անունից ինչքան պարտք է կուտակում եւ ինչ ուղղություններով է ծախսում դրանք։ Մինչև կասեմ այս պահի դրությամբ պարտքի չափը ինչքան է կազմում, այսինքն փետրվարի վերջի դրությամբ, մի պատմություն պատմեմ, թե կառավարությունը ինչ փոփոխություններ է արել եւ ինչպես է փորձում տպավորությունը փոխել, թե պարտքը փոքրանում է, բայց իրականում պարտքը մեծանում է։ Ուրեմն ինչ են արել, պետական պարտքի մասին օրենքում, որը սահմանում էր, թե պարտքը ոնց են հաշվում, փոփոխություն են արել։ Բայց երբ նայում ես, իրականում ամբողջ օրենքն են փոխել, այսինքն գրել են օրենքում փոփոխություն, բայց ամբողջ օրենքը առաջի հոդվածով գրած է խմբագրել եւ շարադրել հետեւյալ կերպ եւ ամբողջ օրենքը փոխված է։ Երբ ասում եմ, որ սա արված է, որպեսզի պետական պարտքը փոքրացվի, հիմա կասեմ, թե ինչպես, որոշ մասնագետներ ասում են, որ արժույթի միջազգային հիմնադրամի ստանդարտների համապատասխան է։ Սա իրականում լուրջ չէ։ Քանի որ եթե այդ ստանդարտների համապատասխան դիտարկենք համապատասխանությունը, մենք կտեսնենք, որ մեր պետական պարտքը, եթե այդ ստանդարտների պահանջներին համապատասխան անենք, ապա շատ ավելի մեծ է։ Հիմա կասեմ, հերթով կասեմ, որ ինչ է։ Նախ ինչն են արել, որ փոքրացրել են։ Նախորդ օրենքում, այսինքն մինչև 25 թվականի դեկտեմբերի վերջ գործող օրենքում պետական պարտքի մեջ էր մտնում կառավարության պարտքը եւ կենտրոնական բանկի պարտքը, որը տարվա վերջի դրությամբ կազմում էր շուրջ 14.5 միլիարդ դոլար։ Այն կես միլիարդ դոլարը կենտրոնական բանկի պարտքն էր, 14 ու մի քիչ ավելը կառավարության պարտքը։ Հիմա այս նոր օրենքում կենտրոնական բանկի պարտքը հանել են պետական պարտքից։ Փոխարենը համայնքների պարտքն են մցրել մեջը, բայց համայնքների պարտքը այնքան չնչին ու փոքր է, որովհետև բան չի փոխում։ Համայնքների պարտքի մասին միջանկյալ մի բան ասեմ իդեպ։ Համայնքների ֆինանսական անկախությունը համայնքների անկախության կարևոր նախապայմաններից է։ Եվ երբ համայնքների օրենսդրությունը նայում ես, մենք կարող ենք պնդել, այնպիսին են պահանջները, որ ի սկզբանե համայնքներին արգելված է, հատկապես արտաքին աղբյուրներից պարտք վերցնել։ Այսինքն պահանջները այնքան խիստ են, որ կարելի է դա համարել արգելված։ Եվ հետեւաբար այս պահի դրությամբ արտաքին վարկ համայնքների մասով ունենք ընդամենը Երևան համայնքը, այսինքն Երևանի քաղաքապետարանը կարծեմ 7 միլիոն եվրոյի վարկ ունի դրսից վերցրած, այդ էլ 1000 ու մի, ասենք, կառավարության եւ այլ վստահ եմ այնտեղ պրոցեսներ են եղել, որ կարողացել են դա անել։ Հիմա այն մյուս համայնքների մասով ներքին պարտքեր են ու չնչին, ընդ որում այդ ներքին պարտքերն էլ էլի պետք է պրոցեսներ անցնեն, որ ի սկզբանե կարելի ասել այդ օրենքները արգելում են պարտք վերցնել։ Հիմա հասկանում ենք, չէ՞, այսինքն կենտրոնական բանկի 5 միլիարդ դոլարի հանել են, մեր տեղը մցրել են համայնքների չնչին պարտքը եւ մի կարևոր բան էլ պետության կողմից տված երաշխիքները այլևս միանգամից պարտք չի դիտարկվում։ Օրինակ, նախորդիվ մինչև այս օրենքի փոփոխությունը պետությունը մոտ 220 միլիոն դոլարի երաշխիք էր տվել տարբեր կազմակերպություններին։ Օրինակ Լիդիան Արմենիայում, այսինքն այն հանքում, ջերմուկում հանք շահագործելու համար Ամերիա բանկը վարկ է տվել Լիդիանին շուրջ կարծեմ 120 միլիոն դոլարի։ Պետությունը երաշխիք է կանգնել։ Նախորդիվ այդ օրենքով դա պարտք էր ճանաչվում։ Հիմա այլևս դա պարտք չի ճանաչվել։ Օրենքը ինչ է ասում այս նոր օրենքը։ Ասում է, բայց երբ որ չկարողանա, ասենք, ուշացնի վճարումները, այդ չափով նոր դա կդառնա պետական պարտք։ Սա նույն IMF-ի պահանջներին հակառակ է գնում, եթե հղում ենք անում IMF-ին։ Իմ համար IMF-ը ճշմարտության գագաթնակետը չի, երբ գալիս է ֆինանսական կառավարման գրագիտությունը, բայց երբ հղում են անում որոշ մասնագետներ IMF-ի վրա, ապա նաև պետք է այստեղ ասել, որ նույն IMF-ի, այսինքն այդ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով սոցիալական ապահովության վճարներ են պարտադիր կուտակայինի։ Դա էլ է պետք պարտք ճանաչել։ Եվ եթե դա էլ օրինակ պարտք ճանաչենք, քանի որ մենք պարտադրում ենք քաղաքացիներին դա վճարել, եւ պետությունը պարտավորություն ունի դրանք հետո երաշխավորել հետ տալու քաղաքացիներին կենսաթոշակի գնալուց հետո, այսինքն թոշակի անցնելուց հետո։ Եվ այս պայդրությամբ մոտավորապես 3 միլիարդ դոլար մենակ այդտեղ կուտակված փող կա։ Հիմա եթե այս
14 եւ ավել միլիարդին գումարենք այդ 3 միլիարդը, տեսեք ինչ թիվ է դառնում։ Իլրումը սրա, նույն այդ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով պետական պարտքի մեջ նաև պետք է ներգրավեն այն բոլոր կազմակերպությունների պարտքերը, որտեղ պետությունը ունի մասնավոր, այսինքն պետության մասնաբաժնով կազմակերպությունների պարտքն էլ պետք է որպես պետական պարտք ճանաչվի։ Այսինքն, ստեղ ինչ է ակնհայտ դառնում ինձ համար, որպես պետական ֆինանսների կառավարման նաև մասնագետ, ինձ համար ակնհայտ է դառնում, որ այս օրենքը շատ մանիպուլատիվ է եւ հատկապես հիմա այս ընթացքում, երբ պետական պարտքը հանրության մոտ մեծ արձագանք է ստանում, բացասական արձագանք այդ պարտքի շարունակական աճը, սրանով փորձ է արվում պարտքը փոքրացնել եւ հիմա նոր ցուցանիշը, ինչպես ասացի սկզբից, նոր ցուցանիշը, երբ նայում ենք պետական պարտքի, հրապարակել են փետրվարի վերջի դրությամբ ԱՄՆ դոլարով այդ պարտքը կազմում է 14 միլիարդ 134 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե հիմա սրան գումարենք, իմ ասած շուրջ 220 միլիոն երաշխիքը, որը հիմա նոր թարմացված թիվը չգիտեմ, սա հունվարի վերջի դրությամբ եմ ասում, որտեղ հրապարակված չի, որ իմանամ, 220 միլիոն երաշխիք գումարենք սրան, կանի 14 միլիարդ 350 շուրջ միլիոն պարտքը, եթե գումարենք սրան էլ նաև կես միլիարդ կենտրոնական բանկի պարտքը, 14 միլիարդ 850 միլիոն ԱՄՆ դոլար պետական պարտքը, շուրջ 15 միլիարդ ԱՄՆ դոլար է Հայաստանի պետական պարտքը, բայց ինչպես արդեն ասացի, օրենքը փոխել են եւ հիմա հրապարակվում է պետական պարտքը ընդամենը 14 միլիարդ 135 միլիոն ԱՄՆ դոլար։ Այսպիսի բաներ, հայրենակիցներ։ Հետևեք իմ էջին եւ դե շարունակաբար կտեղեկացնեմ ճշմարտությունը, սա ձեր պետությունն է, սա ձեր փողերն են, բոլորիս փողերն են, բոլորիս պետությունն է եւ պարտավոր ենք հետևել, թե ինչ են անում, պարտավոր ենք պահանջել հաշվետվականություն, թափանցիկություն, թե մեր փողերի հետ, մեր սերունդների վրա, մեր վրա դրվող պարտքի հետ ինչ են անում։ Սա մեր քաղաքացիներից պարտավորությունն է։ Լավ երեկո բոլորիդ։